Ողջույն բարեկամներ, իմ անունն է Տիգրան Խզմալյան, այսօր 2026 թվականի մայիսի 15-ն է և մենք կրկին շրջում ենք ավազը ժամացույցը։ Քանի դեռ Ամերիկան և Չինաստանը նորովի վերաբաժանում են աշխարհը, իր քայլը արեց Թուրքիան։ Ժամեր առաջ հայտարարվեց, որ հայ-թուրքական սահմանը բացվելու է կամ բացվում է կամ բացվել է ուղիղ առևտրի համար։ Հանդիսավոր մասը դեռ առջևում է, սակայն փաստն արդեն առկա է։ Եվ կարծում եմ, որ սա այնքան մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, որ դրան արժե անդրադառնալ։ Նախ, որովհետև բացվում է աշխարհի ամենահին փակ սահմանը։ Շատերը ակնարկում են, որ սահմանը բացվում է առաջին անգամ 1993 թվականից, երբ Թուրքիան փակեց սահմանը և ոչ բոլորը հիշում են, բայց ես և իմ սերունդը պետք է որ հիշեցնենք ձեզ։ Թուրքիան փակեց սահմանը, երբ հայոց բանակը, կամավորական ջոկատները, աշխարհազորը ազատագրեցին Աղդամը։ Դրա հետևանքն էր հայոց բանակի հակահարձակումը և բեկումը Արցախյան պատերազմում։ Ի նշան բողոքի Թուրքիան սահմանը փակեց, բայց կարևոր է հիշել, որ սահմանը բաց էր շատ կարճ ժամանակ և բացվեց այն միայն Միացյալ Նահանգների և Եվրոպայի ճնշման տակ, ես նկատի ունեմ 91 թվականը, երբ շրջափակված ցրտից ու մթից տառապող, ցավից գալարվող հայ ժողովուրդը գոյաբանական պայքար էր մղում և Միացյալ Նահանգները պահանջեցին, դրեցին նժարի վրա իրենց ողջ ազդեցությունը, Թուրքիան բնականաբար չդիմացավ դրան և թույլ տվեց և ամերիկյան ցորենը և մյուս պարենը, որը ընդհանուր քանակով $2.5 միլիարդ մարդասիրական օգնություն, հիմնական USAID Ամերիկայի հիմա արդեն փակված մարդասիրական համաշխարհային գործակալության կողմից հասնում էր Հայաստան Թուրքիայի երկաթուղիով, հատելով հայ-թուրքական սահմանը, սակայն մինչև 91 թվականը այդ սահմանը փակ էր առաջին համաշխարհային պատերազմից հետո և դրանից առաջ նույնպես փաստորեն, որովհետև Կարսի շրջանը, Սուրմալու, Իղդիրը ռուսական կայսրության մաս էին արևմտյան Հայաստանի հետ այդ մասը ամենայդեպս, այդպես որ սահմանը փակ էր ավելի քան 100 տարի և այս իրադարձությունը իսկապես պատմական է։ Դա անչափ կարևոր է աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքակրթական առումներով, որովհետև բացում է Հայաստանի առջև նոր հնարավորություններ։ Միաժամանակ այն դուռ է բացում նոր մարտահրավերների, սպառնալիքների համար և կարծում եմ արժե այդ ամենը քննարկել։ Թվաբանության մեջ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, բայց կյանքը, քաղաքականությունը ու անգամ տնտեսությունը թվաբանություն չէ, թեև թվաբանությունը կարևոր մաս է կազմում այս ամեն ինչի։ Թվաբանություն չէ այն առումով, որ գումարելիների տեղափոխությանը, տեղափոխությունից կյանքում, քաղաքականության մեջ կախված է շատ ու շատ բան։ Երբեմն դրանք բոլորովին փոխում են գումարը։ Եվ ես կարծում եմ մենք հենց այս դեպքի հետ գործ ունենք։
Տեսեք, Թուրքիան պատրաստվում էր տարիներ շարունակ, տասնամյակից ավել, 2 տասնամյակ շարունակ, դեռ Տեր-Պետրոսյանի օրոք, Տեր-Պետրոսյան Դեմիրել, Թուրգուտ Օզալ, հետո նաև հետագայում նախագահ Գյուլ, Սերժ Սարգսյան, սահմանի բացման խոսակցությունները տևում են այնքան ժամանակ, որքան գոյություն ունի անկախ Հայաստանը, պայմանական անկախ, փակ սահմանով, 2 փակ սահմանով Հայաստանը, թեև այստեղ նույնպես թվաբանություն չի աշխատում և երբեմն փակ սահմաններով պետությունը կարող է լինել ավելի անկախ, քան բոլոր սահմաններով բաց երկիրը։ Թուրքիան ներկայացնում է դա որպես մարդասիրական ժեստ, ճիշտ այնպես ինչպես 91-92 թվականներին, և որպես արդյունք հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Այդպես է ներկայացվում պաշտոնական դիրքորոշումը Էրդողանի կողմից։ Եվ ահա այստեղ առաջին գումարելիներից առաջինի մեկի գոնը փոփոխությունը, որը կյանքում ունի մեծ տարբերություն թվաբանական զուգահեռներից։ Բանն է, որ Թուրքիան կարող էր բացել սահմանը շատ ավելի վաղուց և ոչ որպես մարդասիրական, բարեգործական, չգիտեմ ինչ քայլ, այլ որպես պարտադրանք։ Եթե Հայաստանը մտներ նույն ազատ տնտեսական գոտու մեջ, որում տասնամյակներով գտնվում է Թուրքիան, և դա կոչվում է Եվրոպայի FTA, Free Trade Area, ազատ տնտեսական գոտի։ Թուրքիան տասնամյակներ առաջ դիմել էր Եվրամիության անդամակցության համար և Եվրոպան մի քանի անգամ երբեմն անուղղակիորեն, իսկ երբեմն շատ կոշտ հասկացնել էր տալիս, որ չի ընդունի Թուրքիային Եվրամիության կազմի մեջ, քաղաքակրթական, քաղաքական, ժողովրդավարական, արժեքային պատճառներով։ Բայց Եվրամիությունը չհերքեց, չմերժեց և տվեց Թուրքիային այդ փոխհատուցումը, ընդգրկելով Թուրքիային ազատ տնտեսական գոտու մեջ, որպես դիմում տված, այսինքն թեկնածու երկրի։ Այո, Թուրքիան ունի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ, և այդ կարգավիճակը տալիս է նրան ազատ տնտեսական գոտու անդամ լինելու առավելությունը, արտոնությունը։ Եվրոպան և Թուրքիան կառուցում են իրենց տնտեսական հարաբերությունները հենց այդ FTA, ազատ տնտեսական գոտու տրամաբանությամբ։ Ահա ինչու Թուրքիան բազմաթիվ եվրոպական, հատկապես գերմանական լիցենզիաներով արտադրում է իր տարածքում կենսաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, այն ամենը, ինչ ձեզնից շատերը տեսել են գեղեցիկ անվանումներով, Electrolux, Bosch, չգիտեմ էլ ինչ անվանումներով, եթե ուշադիր լինեք, այդ եվրոպական բրենդների անվանման տակ փոքր տառերով գրված է արտադրված է Թուրքիայում։ Այո, դա լիցենզավորված արտադրանք է, և Թուրքիան վերջին 2-3 տասնամյակների ընթացքում այս առումով կտրուկ տնտեսական աճ է գրանցել հենց Եվրոպայի առևտրի շնորհիվ, փոխադարձ առևտրի։ Եվ մեր վաղեմի եվրոպական կուսակցության նկատի ունեմ առաջարկը, հորդորը, պահանջը դիմում տալ Եվրամիության անդամակցության ուներ ոչ վերջին հերթին, եթե ոչ նախ եւ առաջ,
այդ պատճառը, եթե Հայաստանը դիմում ներկայացներ, այն գրեթե մեխանիկորեն ստանալու էր նույն կարգավիճակը, ինչ եւ Թուրքիան։ Իսկ այդ դեպքում, ինչպես Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, ինչպես Բալկանյան երկրները, որոնք նույնպես ունեն ազատտնտեսական գոտու անդամի կարգավիճակ, որովհետև իրենք նույնպես ունեն Եվրամիության տեխնացու երկիր, անդամակցության տեխնացու երկրի կարգավիճակը։ Մենք բոլորս կհայտնվենք նույն տնտեսական գոտում, իսկ այդ տնտեսական գոտու նախապայմանն է ազատ առևտուրը եւ բաց սահմանները։ Կարճ ասած, Հայաստանը շատ վաղուց կարող էր բացել Թուրքիայի այդ սահմանները այս միջոցով, դիմելով Եվրամիությանը։ Եվ Թուրքիան չէր կարողանա մերժել Եվրամիությանը, ինչպես չմերժեց հիմա, որովհետև չմոռանանք վճռական դերը այսօրվա իրադարձության խաղաց Եվրամիությունը, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը, որը նա Երևանյան վեաժողովից եվրոպական օրեր առաջ ուղարկեց նախագահ Էրդողանին, հորդորելով նրան բացել այդ սահմանը։ Եվ նա ստացավ հավաստիացում, որ սահմանը կբացվի։ Լավ կլիներ իհարկե, որ դա լիներ, որ դա կատարվեր հենց վեաժողովի օրերին, բայց թուրքերը որոշեցին նման նվեր Ֆրանսիային չմատուցել։ Ֆրանսիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև հատկապես Մակրոնի օրոք հարաբերությունները շատ լարված են։ Չմոռանանք, որ գործը Էրդողանի եւ Մակրոնի միջև հասնում էր եւ դա մնում է ուժի մեջ անձնական վիրավորանքներին։ Էրդողանը Մակրոնին անվանում էր հոգեկան հիվանդ, մեղադրում էր աֆրիկյան երկրներում ցեղասպանություն կատարելու համար։ Դուք երևի չեք մոռացել, ինչպես էին սրվել Մակրոնի օրոք հարաբերությունները Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև, երբ որ Ադրբեջանը այդքան վկտիացավ, որ միջամտում էր Ֆրանսիայի ներքին գործերին, Ֆրանսիայի դեպարտամենտներում, Օվկիանիայի երկրներում, Աֆրիկայում, Կորսիկայում եւ ռուսական իհարկե հատուկ ծառայությունների օգնության, որոնք թաքնվում են ադրբեջանցիների եւ ադրբեջանական դրոշի ետևում, հենց ադրբեջանական դրոշն էր հայտնվում հակաֆրանսիական ցույցերում, Մալիում, Կորսիկայում։ Այո, ոչ ոք դա չի մոռացել։ Ֆրանսիայում նույնպես մարդիկ եւ քաղաքական գործիչները լավ հիշողություն ունեն։ Սակայն Հայաստանը երբեք դրանից չէր օգտվել եւ առակս ինչ կցուցանե։ Հայաստանը հիմա էլ դրանից չօգտվեց, փոխանցելով բոլոր դափնիները Էրդողանին եւ մնալով կրավորական, пассив օբյեկտի դերում։ Բայց լավ, դա էլ մի կողմ։ Պարզապես սա կարևոր է ընդհանուր ենթատեքստը հասկանալու համար։ Ինչ կարող է Հայաստանին տալ Թուրքիայի հետ բաց սահմանը։ Առավելությունները պոտենցիալ դրանց ներուժով մեծ են։ Թեև ես ինչ-որ չեմ լսել վերջին օրերին բոլորի ականջներից կախված հարցը մեկ այլ նման զարգացումների մասին, օրինակ, երբ մենք խոսում ենք Եվրամիությանը անդամակցելու մասին, երկրորդ թե երրորդ հարց անխուսափելիորեն նույնն է. ինչ ունենք մենք Եվրոպային տալու։ Երբ որ արդեն հարցնում են ում ենք մենք Եվրոպայում պետք, երկրորդ կամ երրորդ հարցն է լինելու անպայման, իսկ ինչ ունենք մենք Եվրոպային տալու, լավ հարց է, իսկապես լավ հարց է, բայց ինչու չենք հարցնում, իսկ ինչ ունենք մենք Թուրքիային առաջարկելու։ Այդ ինչ կարող է արտադրել Հայաստանը, այսօրվա Հայաստանը, որը մենք վաճառելու ենք Թուրքիայում, թուրքական բազմաթիվ
գյուղատնտեսական, շինանյութային, կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմեքենաների, շորերի, դուք ասեք, թուրքական խանութները եւ շրջապակման օրերին եւ հիմա թուրքական ապրանքները վխտում են հայկական շուկայում։ Պարզապես Վրաստանի սովորաբար միջոցով, երբեմն Իրանի միջոցով մենք բոլորս տեսել ենք դա, ոմանք գնում են այդ ապրանքները, ոմանք հագնում են այդ շորերը, ուտում են այդ սնունդը։ Հիմա երբ որ վերջին սահմանափակումները հանվում են եւ սահմանը բացվում է, կարելի է պատկերացնել ինչ ահռելի հոսք է լինելու Թուրքիայից դեպի Հայաստան։ Պատկերացնելու համար թե ինչ ենք մենք ուղարկելու հակառակ ուղղությամբ, հիշեցնեմ, որ Ադրբեջանից ստացած վառելիքի եւ սննդամթերքի անասնակերի դիմաց, որի չափերը 5.5 միլիոն դոլար էին այդ առաջի քանակների, Հայաստանը $900, կարծեմ 1000-ի էլ չհասավ, ինչ որ հոլանդական ծաղիկներ էր ուղարկել Ադրբեջան։ Ամենայն դեպս բանիմաց մարդիկ այդպես էին պնդում եւ մենք ուրիշ բացատրություններ ու մեկնաբանություններ կառավարությունից չլսեցինք։ Կարծում եմ շատ ավելի խեղճուկ եւ ողորմելի վիճակ կլինի այդ դեպքում Թուրքիայի հետ առևտրի թվերով եւ որակով եւ քանակությամբ եւ կազմով այդ ամեն ինչով, բայց խնդիրը այն է, որ թուրքական շուկան չէ, որ պետք է լինի Հայաստանի նպատակը։ Թուրքիան Հայաստանի համար պետք է տարանցիկ երկիր դառնա Եվրոպա գնալու, բեռներ ստանալու, բեռներ տանելու համար։ Եվ եթե մենք լրվենք այսօրվա իրավիճակում, ապա մենք կհասնենք ընդամենը ոչ թե Ստամբուլի, այլ Իղդիրի շուկա, ընդամենը։ Ավելի հեռու չենք գնալու։ Եվ սա առաջացնում է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, լեզվաբանական եւ ի վերջո գոյաբանական խնդիրներ։ Ես հաճախ գործի վերմամբ շփվում եմ եվրոպացիների հետ, լինում եմ Եվրոպայում, քննարկումներ, վերլուծություններ ենք անում միասին եվրոպացիների հետ եւ ամեն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ հիմա եվրոպացիների վերնախավը Հայաստանի դեպքում, Հայաստանի մեջ, Հայաստանում տեսնում եմ մի բան, որը մենք վաղուց ինքներս մեր մեջ չենք նկատում, չենք գնահատում։ Եվրոպայի համար Հայաստանը եզակի երկիր է, որը պահպանեց դարերի ու հազարամյակների ընթացքում իր իմունիտետը։ Մենք ապրում ենք համավարակների դարում եւ իմունիտետ, իմունոդեֆիցիտ բառերը, այսինքն պաշտպանության բացակայություն կամ արկայություն ինքնապաշտպանության, կենսական, կենսաբանական, քաղաքակրթական, մշակութային ինքնապաշտպանության այդ իմունիտետը դա մի բան է, որը Եվրոպան կորցնում է եւ որը ըստ եվրոպացիների ունի Հայաստանը։ Ահա թե ինչն է Հայաստանի գլխավոր գաղտնիքը եվրոպացիների համար։ Ահա այն շտամը, այն պատվաստը, որը եվրոպացիները ուզում են ստանալ Հայաստանից, որպեսզի բուժվեն, որպեսզի ձեռք բերեն այդ իմունիտետը, որը ըստ նրանց ունեն հայերը։ Եվ իսկապես տեսեք, ապրելով հազարամյակներ շարունակ թշնամական, կրոնական, ռազմական, քաղաքական, մշակութային, լեզվական շրջապատում, մթնոլորտում, միջավայրում
մենք կարողացանք այնուամենայնիվ պահպանել եւ մեր ինքնությունը, եւ մեր լեզուն, եւ մեր կրոնը, եւ մեր ինքնությունը, եւ մեր մշակույթը, ստեղծեցինք արվեստ համաշխարհային մակարդակի։ Այդ առումով Հայաստանը մշակութային գերտերություն է, եւ դա կատակ չէ, դա ընդունված է այդպես աշխարհով մեկ։ Եվ Թուրքիայի հետ բացվող սահմանները ունեն հիմա այս պահին մի չբացահայտվող, չմեկնաբանվող, բայց ակնհայտ վտանգ։ Հայաստանը հիմա գտնվում է իր պատմության ամենաթույլ շրջաններից մեկում։ Թույլ ոչ այնքան եւ ոչ միայն զինվորական ուժի տեսակետից, տնտեսական, այդ ամենը եղել է եւ նախկինում։ Մենք շատ թույլ ենք հենց ազգային ինքնության իմունիտետի կողմից, տեսակետից, եւ դրա ահռելի մեծ մեղքը ու պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետեւ հանուն սեփական իշխանությունը պահպանելու համար այդ թիմը գնում է աննախադեպ քայլերի, գրոհելով հենց հայոց ինքնությունը։ Մարդկությունը ընդհանրապես բավական հետաքրքիր, երևի ամենահետաքրքիր կենսաբանական տեսակ է, որը առաջնորդվում է տարբերություն կենդանիների, որոնք առաջնորդվում են շատ ավելի ռացիոնալ նպատակներով, բնազդներով, պաշտպանության, ինքնապաշտպանության բնազդով օրինակ, մարդկանց համար որքան էլ մենք հպարտանանք մեր բանականության, որը կարծես թե պետք է տարբերի մեզ վայրի կենդանիներից, մենք առաջնորդվում ենք հաճախ ցնորքներով, գաղափարներով, որոնք սովորաբար սխալ են լինում եւ շատ փոփոխական։ Դուք պատկերացնում եք որևէ կենդանիների տեսակ, որը պատերազմի կգնա մյուս տեսակի կամ իր իսկ տեսակի ներսում կգնա նույն գրքի տարբեր թարգմանությունների, մեկնաբանությունների տարբերության պատճառով, կրոնի, դրոշի գույնի, դա համարյա ծիծաղելի է, բայց մենք շատ լուրջ ենք վերաբերում նման բաներին եւ դրանք մարդկության համար, մարդկանց համար ավելի կարեւոր են երբեմն այդ խոսքերը, այդ գաղափարները, այդ ցնորքները, այդ յուրահատկությունները, այն ինչ տարանջատում է մեզ, քան այն ինչ մեզ միավորում է մարդկանց։ Այս առումով ժողովուրդները, ազգերը մշակել են դա որպես ինքնության կոդ, դա ոչ միայն բաժանում է մեզ միմյանցից, այլ օգնում է պահպանել մեր ինքնությունը։ Եվ մեր սերունդը հիշում է, որ հայերը շատ արագ ձուլվում էին, օրինակ ռուսական մշակույթի ներքո, ռուսական դպրոցները Հայաստանում, ռուսական մամուլը, քաղաքական լեզուն, գրականությունը, թարգմանությունները, գիտության լեզուն, հեռուստատեսության եւ ռադիոյի իշխող լեզուն ռուսերենն էր, եւ լեզուն դա լեզվամտածողություն է, այլ ոչ թե բառարան։ Ուստի մենք կորցնում ենք մեր ազգային լեզվամտածողությունը։ Մի բան, որ պահպանվեց Իրանում, արաբական երկրներում, բայց չպահպանվեց օրինակ Լեհաստանում, չպահպանվեց Ռուսաստանում։ Ռուսաստանում հիմա հայերի երկրորդ սերունդն արդեն մոռանում է ոչ միայն լեզուն, փոխում է առաքելական կրոնը ուղղափառի, փոխում են մազերի գույնը, կանայք, երեխաների անունները, ազգանունները, եւ երկրորդ, երրորդ սերնդում իրենք արդեն
վստահ չեն հայ են իրենք թե ոչ, անգամ մարդիկ ովքեր խոսում են հայերենից, ոչ թե հայերեն, խոսում են Հայաստանից, իրենց հայկականությունից, նրանք երբեմն ավելի վտանգավոր են հայության համար, քան ցանկացած թշնամին։ Եվ դա էլ, ասենք, Ռուսաստանի յուրահատկությունը չէ։ Դա սկսվել էր Բյուզանդիայում։ Բյուզանդիան ի տարբերություն օրինակ պարսկական կայսրությանը, որը ճանաչում էր փոքրամասնությունների ինքնությունը, հիմա էլ է ճանաչում, հարգում է իր փոքրամասնություններին, ազգային փոքրամասնություններին, կրոնական փոքրամասնություններին։ Բյուզանդիան շատ թշնամաբար էր վերաբերվում դրանց եւ Բյուզանդիայի բոլոր գրեթե հայ կայսրերը գլխավորում են այդ հակահայկական բյուզանդական ռեպրեսիաները, ճնշումները։ Եվ Բյուզանդիայից այդ նույն քաղաքականությունը հայերի, հույների, հրեաների հանդեպ ժառանգեցին Բյուզանդիայից մնացած նրա դիակը կիսած երկու պետությունները։ Ռուսական կայսրությունը, որը Բյուզանդիայից ստացավ դրա ոգին, լեզուն, կրոնը, զինանշանը, թագավորական ռեգալիաները, եւ Օսմանյան կայսրությունը, որը ստացավ Բյուզանդիայից իր մարմինը, տարածքը։ Այդպես որ եւ Թուրքիայում, եւ Ռուսաստանում հայերը ձուլվում էին բավական արագ։ Եվ Ռուսաստանում իհարկե ավելի արագ, քան Թուրքիայում։ Այսպես որ մտնելով կամ բացվելով թուրքական շուկայի համար, մենք պետք է հասկանանք, որ մտնում ենք մի տարածք, որտեղ մենք խոսել ենք թուրքերեն, եւ առաջնահերթությունը ստանալու են այն հայ առևտրականները, որոնք շատ արագ յուրացնելու են թուրքերեն։ 90-ականներին դա համատարած երևույթ էր, երբ մարդիկ գնում էին մանր առևտրի Թուրքիա, մնում էին այնտեղ, աշխատում էին, կցվում էին ինչ-որ շուկային, Ստամբուլում լինի դա, Էրզրումում, որևէ քաղաքում, Անկարայում, Կարսում, Իղդիրում, երբեմն ամուսնանում էին, շատ արագ սովորում էին թուրքերեն, թուրքերենը բարդ լեզու չէ, եւ կրկնվում էր 18-19-րդ դարի երևույթը, որը Ռուսաստանում մեր աչքի առաջ արդեն 20 ու 21 դարերում, հենց մեր աչքի առաջ հիմա է։ Այդպես որ թույլ իմունիտետով մտնելով վարակված մեզ համար թշնամական տարածք, մենք մեծ վտանգի ենք ենթարկում մեր ազգին։ Իսկ բացելով մեր երկիրը Թուրքիայի համար, Թուրքիա եւ Ադրբեջանի համար, մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այդ թուրքացման վտանգին Հայաստանում։ Եվ դուք շատ լավ գիտեք, որ երկրում կան մարդիկ կազանգված, որը մեծ պատրաստակամությամբ կընդունի դա։ Նախ եւ առաջ վաճառականները, նաեւ քաղաքական վաճառականները, որովհետեւ ստացվեց այնպես, որ ազգային վերնախավի փոխարեն Հայաստանում արդեն մի քանի տասնամյակ իշխում է քաղաքական առևտրական դասը, վաճառականները, նրանք են դարձել քաղաքական վերնախավ, ճակերտներում իհարկե, բայց մեր երկրում եւ 20 տարի առաջ եւ 10 տարի առաջ եւ այսօր իշխում են օլիգարխները, այդ մի քանի ընտանիք, դուք նրանց բոլոր անունները գիտեք, որոնք չպատժվեցին, չունդեզրկվեցին, չդատվեցին, բացարձակապես։ Իրենք շարունակում են հարստանալ, շարունակում են ամենակարևորը ազդել երկրի քաղաքականության վրա եւ որոշումները ընդունում են նրանք։ Եվ ահա պատճառներից մեկը, թե ինչու Հայաստանը այդքան դանդաղում է
Եվրոպայի ճանապարհին։ Ինչու Հայաստանը չի ներկայացնում դիմում Եվրոպա ընդունվելու։ Հարցնում են հազարավոր միամիտ հայրենակիցները։ Ես ձեզ կասեմ ինչու։ Որովհետև Եվրոպան բերելու է այստեղ վերահսկողություն, թափանցիկություն, հաշվետվություն, աուդիտ և ռևիզիա։ Իսկ դա հենց այն երևույթներն են, որոնցից ամենից շատ վախենում են մեր երկրում իշխող օլիգարխիկ կլանները, որովհետև նրանք բոլորը հարստացել են և շարունակում են հարստանալ ապօրինի։ Եթե նրանք ձեզ ասեն, որ իրանք վճարում են հարկեր, որ նրանք ազնիվ քաղաքացիներ են, չհավատաք։ Համենայն դեպս մի համաձայնվեք այդքան հեշտ, որովհետև իրենք ստանում են իշխանություններից արտոնություններ, ահռելի մեծ արտոնություններ, և փոխարենը վճարում են իշխանություններին, պահպանում են, պահում են այդ իշխանությունները փոփոխվում են, նրանք մնում են։ Անգամ նույն անուններով չեն էլ թաքնվում։ Փողոցներով կարող են անցնել և ցույց տալ, դուք էլ բոլորդ երևի գիտեք, այս նախագահի, այն նախկին վարչապետի, այն նախկին նախարարի տները, պալատները, գործարանները, հիվանդանոցները, բանկերը, ոչ մի բան չի փոխվել, հայրենակիցներ։ Եվ ահա ինչու Ռուսաստանը և Թուրքիան, Բյուզանդիայի այդ երկու վիժվածքները շատ լավ հասկանում են Հայաստանի գլխավոր թուլությունը, որովհետև նրանք ապրում են նույն տրամաբանության մեջ։ Նրանց իշխանությունը կազմակերպված է նույն սկզբունքներով, հակաժողովրդավարական և այս առումով միանգամայն հակահայկական։ Կա դրանից փրկություն, թե ոչ։ Այո, եթե թուրքական սահմանը Հայաստանի համար բացվում է ոչ դեպի Ստամբուլ, որպես վերջին կայան, այլ դեպի Եվրոպա, դեպի Եվրամիություն։ Բայց դրա համար պետք է նախ դիմում տալ և սկսել այդ գործընթացը, որը ամենից շատ չի ցանկանում հայկական օլիգարխիկ իշխանությունը։ Ոչ 30 տարի, ոչ 20 տարի, ոչ 10 տարի առաջ, ոչ էլ հիմա։ Եվրոպան ժողովրդավարություն է, ժողովրդի համար։ Ռուսաստանը և Թուրքիան, Ադրբեջանը բռնապետություններ են։ Նրանք բռնապետների համար են։ Մեզ այդքան են երկար պահել բռնապետության մեջ, որ սովորեցրել են, սա է կայունությունը, սա է անվտանգությունը, սա է ապահովությունը, չուզեք ուրիշ բան։ Մենք անվանում ենք մեզ ժողովրդավարական երկիր, մենք ժողովրդավարություն չենք։ Անգամ Եվրոպան իրականում համարում է Հայաստանը հիբրիդային երկիր, այսինքն կիսաժողովրդավարական, կիսաավտորիտար։ Իսկ մենք գիտենք, որ այդ կիսան իրականում գոյություն չունի։ Կիսաժողովրդավար լինել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չլինել կիսահղի, կիսաազնիվ, կիսաանկեղծ։ Դա սուտ է, դա կեղծիք է։ Ուստի սահմանի բացումը չպետք է լինի փոքր խցից տեղափոխում մեծ խցի մեջ։ Սահմանի բացումը պետք է լինի ազատություն։ Եվ Թուրքիան տվյալ դեպքում ընդամենը միջանկյալ տարածք պետք է լինի Հայաստանի համար, դեպի Եվրամիություն, որով փակվում է այն վերջին կամ վերջիններից մեկը, որտեղ իրենք կբերեն նորը, փաստարկ թե ինչու Հայաստանը չի կարող
մտնել Եվրամիություն, իբրև թե մենք սահման չունենք, հիմա ունենք։ Տեսեք, ձեզ չեն ասում, բացվել է սահմանը Եվրամիության հետ, որտեղ Թուրքիայի միջոցով մենք սահման ունենք։ Ինչու չեն ասում, որտեղ մենք Վրաստանով էլ ունեինք սահման Եվրամիության հետ, ինչ ենք մենք արել այդ սահմանի հետ։ Փոթից մենք արդյոք կապվում ենք Եվրոպայի հետ։ Ուկրաինայով, լավ, Ուկրաինան ասենք դեռ Եվրամիության անդամ չէ։ Ռումինիայի Կոնստանցիա նավանգստով, բուլղարական Վառնայով, արդյոք մենք լաստանավ ենք սարքել, որպեսզի կախված չլինենք որևէ մեկից։ Արդյոք մենք սկսել ենք փոխել մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, հարմարեցնելով այն եվրոպական շուկաների հետ համար։ Արդյոք մենք քննարկում ենք եվրոպացիների հետ, որտեղ է լինելու մեր տեղը եվրոպական տանը։ Ոչ, որովհետև ոչ Հայաստանի ընդդիմությունը պրոռուսական, ոչ Հայաստանի կիսավտորիտար, կիսաժողովրդավարական ճակերտներում իշխանությունները չեն ցանկանում դա։ Ժողովրդավարությունը ցանկալի է եւ անհրաժեշտ է միայն ժողովրդին։ Մտածեք այդ մասին։ Այսօր այսքանը, բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքները, վիճեք, հարցրեք, մենք կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։